Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլն ինչ է որ չհաղթահարի։ Այլ լուրում արած հունիսի 12-ի մեկնաբանության մեջ շեշտել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նման կերպ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը շարունակել է եկեղեցի իշխանություններ հեռահար վեճի մասին իր անդրադարձը։ Նա հիշեցրել է, որ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի օրոք ընդունվեց հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին օրենքը, ինչը ընդվզում առաջացրեց հայ ժողովրդի մոտ եւ բոլորը ակամա գնացին դրա դեմ պայքարի։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը համոզված է, Բաքվի դատարանն արդեն ունի իր վճիռները, նրա խոսքով չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ։ Գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը եւ դատախազները անկախ եւ անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որն այս դեպքում իհարկե նախագահ Ալիևն է։ Այսպիսով արդյունքը նախապես որոշված է, ասել է նա։ Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ եղել Վլադիմիր Պուտինին եւ Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի օրվա առթիվ։ Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգության խորհրդանիշ։ Համոզված եմ, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները կզարգանան եւ կամրապնդվեն, ասված է ուղերձում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նույն օրը այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն ու դեսպանին շնորհավորել տոնի առթիվ։ Հայ բլոգերը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, թե ինչ է պատասխանում կորեացի իր ամուսինը հայերենով հարցին, թե ինչ ազգության է։ Քևին ջան։ Ջան։ Երբ ես Հայաստանում հարցնում են ինչ ազգության ես, ինչ ես պատասխանում այդ մարդկանց։ Ցավոտ տանեմ։ Իմ կինը հայ է, ուրեմն ես էլ քեզ հայ եմ։ Ճիշտ ասում։ Չեմ արտասահմանցի neverayatni պյաներ եք խոսում։ Ես մարդու կինը ես եմ, ես։ Բայ։ Սկոպիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայկ Մանուկյանը ևս հաղթել է ադրբեջանցի իմբիշին եւ դարձել չեմպիոն։ Հունահռոմեական ոճի մշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների եզրափակում Հայկը ժամանակից շուտ 11-3 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ալի Նազարովին։ Նույն ոճի իմբիշ Մարատ Աճեմյանն էլ 10-0 հաշվով հաղթելով կրկին ադրբեջանցի մարզիկին դարձել է Եվրոպայի չեմպիոն։